հաճախ են մեղադրում, թե ինչ եք անընդհատ ասում արևմուտք, կարելի է կարծել ընդեղ ամեն ինչ իդեալական է, չէ որ ընդեղ էլ շատ դժվարություններ կան, շատ խնդիրներ կան։ Ուզում եմ այդ թյուրիմացությունը բացատրեմ, իսկ ով է ասել, որ մենք իդեալական ինչ-որ բանի ենք ձգտում և մտածում, որ դա գնանք և վերցնենք կամ դրանից օգտվենք։ Աշխարհում արևմտյան երկրները վերցրեք, Եվրամիության անդամ երկրներ վերցրեք, եվրոպական երկրներ, վերցրեք Միացյալ Նահանգներ, բոլոր տեղերը հայերին ճանաչում են որպես աշխատասեր, որպես գրագետ մարդիկ։ Այո, հանցագործներ կան, եւ որտեղ չկան որ, բայց այդ տվյալ երկրների միջին վիճակագրական տվյալներով հայերի հանցագործներն ավելի շատ են։ Արաբական երկրներում նաեւ ինչպիսի հարգանքով են վերաբերվում հայերին, որպես աշխատասեր, որպես կիրթ գրագետ մարդիկ։ Միայն Հայաստանում է, որ ասում են դուք անբան եք, դուք անգրագետ եք, դուք չեք ուզում աշխատեք, պետական ծառայողները, հանրային ծառայողները գնում սուրճ են խմում, չեն աշխատում, խոսում են նրա մասին, գյուղացիները չեն ցանկանում, բարու ցանկանել, ուզում են անպայման մի բան ցանել, որպեսզի կարկուտը խփի իրանք գնան գումար ստանան, ընդհանրապես շինարարները լրիվ անորակ են աշխատում, բոլոր բնակավարներում կադրեր չկա, կադրային սովա, որտեղ մանեն գալ է տվեք կադրերի ցուցակ։ Դա միայն Հայաստանում եւ Հայաստանի իշխանություններն են հային վատաբանում։ Աշխարհի այդ երկրներում հայի նկատմամբ վերաբերմունքը միանգամայն այլ է։ Եվ մենք չենք ձգտում, որ ասենք գնանք մի իդեալական տեղ։ Մենք ասում ենք, մենք լինենք այնտեղ, մեր քաղաքացիները լինում են այնտեղ, որտեղ որ կարող են արժանապատիվ ձևով հարգել նրանց աշխատանքը, նրանք նորմալ ապրեն բարեկեցիկ անվտանգ երկրներում, ժողովրդավար երկրներում։ Մենք ուզում ենք ամեն ինչ անենք, որ մեր երկիրը լինի դրա ընտանիքի անդամ, լիիրավ ապրենք մեր երկրում այդ կարգի խաղի կանոններով, այլ ոչ թե մենք մտածում ենք տեսնեք ումից ինչ կարող ենք պոկել։ Սա է հիմնական խնդիրը, որ պարզապես պետք է այդ թյուրիմացությունը մշտապես բացատրել։